Նախ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չոտնահարելով արձանագրեմ, որ Նուբարաշենի աղբավայրում այդ դեպքից 1-2 օր առաջ պահակներին մոտեցել եւ շատ տարօրինակ նախադասություններ էր ասվել, մասնավորապես, որ շուտով այստեղ բան է փոխվելու եւ այդ կարծում եմ շատ տրամաբանական էր մեր այն ենթադրությունը, որ այդտեղ կա մարդկային գործոն։ Մեր գործողությունները ասեմ ավելի շատ, թե մենք ինչ ենք իրականացրել դրանից հետո, մենք խզել ենք այն պայմանագիրը, որ ունենք այդտեղ տնտեսվարողի հետ, որը իրականացնում էր, այսպես ասած, աղբավայրի կառավարումը, ամբողջությամբ այդ կառավարումը վերցրել են քաղաքապետարանի ձեռքը։ Արդեն նշեցի, որ բոլոր մտնող եւ դուրս եկող ավտոմեքենաների համար սահմանվել է հստակ վճար, որը վճարում է արդեն մեր նոր աղբավայր ՓԲ-ին, կահավորվել է ամբողջ աղբավայրը, տեղադրվել են անցակետեր, տեղադրվել են տեսահսկման միջոցներ, տեսախցիկներ ամբողջ Նուբարաշենի աղբավայրով։ Հարթակը ամբողջապես հարթեցվել է եւ իրականում հիմա այսօր Նուբարաշենի աղբավայրը համեմատած մի քանի ամսվա հետ հենց հեղափոխական մասշտաբների փոփոխություններ ունենք, այսինքն եւ կառավարման տեսանկյունից եւ ընդհանուր ենթակառուցվածքի բարելավման տեսանկյունից եւ այն որոշումները, որոնք որ կայացվել են այն ժամանակ, հիմա վստահորեն կարող եմ ասել, որ ճիշտ են արվել, անկախ նրանից այրել էին աղբավայրը թե չէին այրել։